Զինվորական զինվորներն էլի վերաբերում։ Ձեր ժամանակ որ տարվել եք զինվորականները, ասենք գլուխը միշտ ճակատը սենց բարձր, իրանք կային են կապ չունի որտեղ եղել։ Ցանկացած երևում էր մեր ասենց հայկական դրոշ բարձր բայ, կոնկրետ հիմա զինվորականները вообще որ կարելի ասած հիմա ոչ մի տիպի իրանք չեն էլի գնահատում։ Հաստատ են որ ձեր ժամանակ զինվորականները էլ եմ ասում, ես հիմա ինքս զինվորական եմ ու չեմ էլի ընտրում կոնկրետ մեր երկրի վարչին ճիշտ է։ Ես ասեմ, այն ժամանակ ենթադրում եմ, որ պատճառը ինչն է։ Առաջինը զուտ պետությունը իր վերաբերմունքի առումով քարոզչական բան միշտ ընդգծել է բանակի դերակատարությունը, միշտ է եղել։ Երկրորդը, նայեք, միշտ հետևում էի, աշխատավարձերը բավական հաճախակի բարձրացնում էինք, միշտ հետևում էի, որ զինվորականի աշխատավարձը անպայման ոստիկանից ուժային կառույցներում առնվազն 25% ավել լինի։ Համարել ենք, որ անվտանգությունը ապահովելու համար բանակը համար 1 ֆունկցիան ունի եւ մենք ամեն ինչ արել ենք, որ այդպես է։ Բայց այսօր համար 1-ը օրինակ Հայաստանի Հանրապետությունում իրանք նախընտրում են միլիցիայի կարգավիճակում լինի, բայց մեր սահման բոլոր սահմանները սկսում է բայց պատճառը դա է, դրա պատճառով վերաբերմունքն է փոխվում, որովհետեւ մարդիկ նայում են, ասում են պետության համար բանակը առաջնահերթություն չի։ Հակառակ դեպքում բարեկը ավելի շատ աշխատավարձ չի ստանա, քան բանակը, որովհետեւ պետության լծակը ցույց տալու իր գերակայությունները առաջերտին աշխատավարձներն է, արտոնություններն է, վերաբերմունքի բանն է, պարգևադրումներ եւ այլ։ Հիմա եթե համեմատենք պարգևավճարները ոստիկանությունում, հատկապես գիտեք ոստիկանության որ մասը, ոչ թե այն մասը, որը հանցավորության դեմ է պայքարում, այն մասը, որ բերետավորներ, որ քաղաքական, ավելի շատ քաղաքական ճնշումների զենց մահակը նորմալ վարձատրվում է։ Բայց մեր սահմանը սկսում է հենց առաջինը սահմանը։ Հիմա առաջինը երկը, ճիշտ է։ Լրիվ ընդունում են փոխելու են։ Եթե մեր սահմանները օրինակ թույլ լինի, ասենք ինչքան էլ ուզում է հիմա մենք ասենք մենք այստեղ ինչքան ամուր լինենք, բայց եթե մեր սահմանները թույլը չենք կարող, էլի մենք այստեղ ապահովը զգանք մեզ։ Այդտենց է, նույն մտածելակերպը մենք ենք միշտ ունեցել, որ սահմանը եթե թույլ է, խնդիր ունես։ Հիմա էլ է թույլ ունես, չի որ ասում են խաղաղություն, ոնց կարող ասենք կոնկրետ հիմա ասում է 300,000 օրինակ ադրբեջանցի պիտի գա Հայաստան մնա, ասենք իմ եղբորը սպանել է կամ ինչ որ մեկի, ոնց կարող ադրբեջանցու հետ խաղաղություն լինի։ Նայեք, նաև մի օրինակ էլ բերեմ, օրինակ ռազմական ինստիտուտը այն տարիներին, երբ վերաբերմունքը բանակի նկատմամբ լրիվ ուրիշ էր, մոտարապես մի տեղի վրա 7-ից 8 դիմում էր։ 7-ից ու 7-8 մինչև 10 հոգի նայած ֆակուլտետին դիմում էր։ Հիմա պրոբլեմ է, հիմա ով դիմում է ընդունում է։ Որովհետև բան չկա, զինվորական վերաբերմունքը չկա։ Հիմա կոնկրետ մեկ ծառայում, ես կոնկրետ ծառայում եմ, հիմա արձակուրդի մեջ եմ, գոսպիտալով արձակուրդի մեջ եմ, դրա համար ասենք հրաշով է։ Հիմա ես էլ ուզում եմ դուրս գամ, զուտ պայմանագրային դուրս գամ, որ գնամ քաղաք եմ, որ միլիցիայությունում մտնեմ, ավելի լավ է, համաշխատավարձն է բարձել, հիմա ատեստավորումը մտցրել են, ատեստավորումը հիմա կա մարդ են, որ 150 կիլո է, ինքը չի կարող 2 հատ ժիմանի, բայց ինքը մարտական դիրքեր, ասենք իր մեքենան ինքան շատ լավ է շահագործում մարտական դիրքերում, որ ասենք այն նոր ընդունված պաշտպան հայրենիքը չի կարող ինքը մարտական դիրքերում կվարի։ Դա էլ է վերաբերվում, որովհետև այն կառույցները, որոնք կապված են այլ ֆունկցիաների հետ, դատախազություն, քննչական կոմիտե եւ այլն, ոչ մի ատեստավորում չկա։ Հենց միանգամից աշխատավարձերը բարձրացնում են, վերջ։ Բայց բանակից ատեստավորում են ուզում, ուսուցիչից ատեստավորում են ուզում։ Այդ լրիվ ընդունել է փոխելու են։ Իհարկե, ամբողջությամբ դա պիտի վերանայվի։ Հարց ընդհանուրից ու всё, ասենք հիմա այս վերևի գյուղում էլ այգուտում, մեկ էլ ներքեր գյուղը Աղավնավանքում գազը կա, գազը, բնական գազը կա։ Հիմա ասենք ստե 3-4 գյուղ կա, որ այդ գազը չկա, ասենք ընդհանրապես չկա։ Հիմա այդ գազի հարցը ու հիմա անտառները մտցրել են էկոպարեկներ, չեն թողում մարդիկ փետ բերեն, բայց հիմա ժողովուրդ ինչով ապրեն։ Այդ հարցը 20 տարի առաջ ենք կստոր պարոն Քոչարյան։ Բայց այս գյուղերը հենց այն ժամանակ են գազը ստացել։ Խիչ ստացա, մի հատ ինձ հիշեցրել եք։ Հոսք կա, բայց այդ հոսքը այս 30 տարեկան է, 30 տարի ոնց կա ճանապարհ ունի։
Հա, զուտ Ընդամենը երևի մի կիլոմետր կամ կիլոմետր ու կես այդ հոսքի պատճառով, ասենք, ստե բնական գազ չեմ վերել։ Որովհետև այս ամբողջ զորակը գազոֆիկացրել են, ես չէի հիշում, հիմա հիշեցրել Դե եք։ ձեր ժամանակ շատ լավ այլ է, պարոն Քոչարյան, ես չի Պետը բերել Մի խնդիր չենք Պետք է չեն թողում որ բերել մարդիկ վառել, գազը չկա, ճիշտ մի Հիմա սա ժողովրդին են որ այնց է դարը, այնց չէ էլի քաղաքականություն ցենք խոսում, բայց այսօր մեկ ձեր մեջքին ցած ավելի լավ, ցած ձեր կարող ենք հենվեր, քան պարոն Փաշինյանը էլի մի չենք էլ ուզում շատ բաներ խոսան կամերաները սա կալմա ձայնագրումա 3 հատ ընտրություն էլ է, ես այնպես չելի, հիմա ապացույցներ ունեմ։ Ես 3 անգամ եմ ձեզ մտրել ու հիմա էլ կուզեմ որ դուք լինեք Հակալություն, ուրեմն 4-րդ անգամ նորից ձեզ ենք ընտրել։ Եվս ընտրել։ Հաստատ ու մեկ էլ այսքան ժամանակ մի բան եմ արմացել, որ ոնց հալի Սերժ Սարգսյանը, ասենք իր այդ մանդատը տվել Նիկոլականին։ Չէ, դե հիմա չէ, ասենք խիա տվել, որ ասենք այսօր այն ժամանակ ունեցել ենք Ղարաբաղը, հիմա ասենք ես Ղարաբաղ եմ ծառայել ու ասենք այնպես չէ, հիմա շատ վիշտ կա էլի ասենք։ Մարտունի երկուսը։ Մարտունի երկուսում էր։